Մեր իրավունքները չտրորեն, մեզ փաստի առաջ չկանգնացնեն, ասեն, այսպես պետք է, ոչ, մենք ունենք մեր խելքը կմտածենք ու ճիշտ ընտրություն կկատարենք։ Քաղաքացու իրավունքները ժողովրդավարական պետության գոյության հիմքն են։ Աշխարհի ամենակայացած պետությունները կառուցվել են մեկ սկզբունքի վրա։ Մարդը պետության ենթական չէ, այլ պետության տերը։ Այնտեղ դատարանը պաշտպանում է քաղաքացուն նույնիսկ պետությունից։ Ընտրությունները որոշում են իշխանությունը, իսկ օրենքը գործում է բոլորի համար, անկախ պաշտոնից կամ կապերից։ Այդ երկրներն այսօր ունեն բարձր աշխատավարձեր, ուժեղ տնտեսություն, ներդրումներ եւ բարձր կյանքի որակ ոչ պատահաբար, այլ որովհետեւ իրավունքների պաշտպանությունը ստեղծել է վստահություն։ Երբ երկրներում սահմանափակվել են ազատ ընտրությունները, ճնշվել է մամուլը եւ թուլացել են դատարանները, այդ երկրներն արագորեն ընկել են կոռուպցիայի, աղքատության եւ արտագաղթի թակարդը։ Ազատ ընտրությունը մինչդեռ միայն քվեարկությունը չէ, դա մարդու իրավունքն է որոշելու ով է կառավարելու իր երեխաների ապագան, իր հարկերը, իր անվտանգությունը։ Երբ քաղաքացին վստահ է, որ իր ձայնը չի գողացվելու, նա սկսում է հավատալ պետությանը, սկսում է ներդրումներ անել, ստեղծել, մնալ հայրենիքում։ Իսկ երբ մարդը համոզված է, որ ամեն ինչ վաղուց որոշված է, սկսում է ամենավտանգավոր գործընթացը՝ հիասթափությունն ու արտագաղթը։ Հայաստանին պետք է ոչ թե վախեցած քաղաքացի, այլ ազատ քաղաքացի, որովհետև ազատ մարդն է ստեղծում ուժեղ պետություն, իսկ պաշտպանված իրավունքն է ստեղծում նաև անվտանգ ապագա։ Հունիսի 7-ին տեր կանգնիր քո իրավունքին, քո ձայնին, քո ազատ ընտրությանը։ Քվեարկիր համար 18-ին։